արդեն ծանոթացաք մեր վերնագրի հետ, կոտրվի տիրոջ առաջ ամբողջովին, ինչի մասին է այս պատգամը։ Այս առավոտ ես ձեզ հետ կկիսվեմ Աստծո ճշմարիտ երկրպագուի կարգավիճակը օրինակ բերելով Աստվածաշնչից երկու կերպարներ, երկու կնոջ։ Բայց նախքան մենք կանցնենք մեր կերպարներին, եկեք նայենք էկրանին հասկանալու, քանի որ մենք գիտենք Աստվածաշունչը գրվել է եբրայերենով, մենք պետք է ամեն խոսք, որ խոսվում է, պետք է առաջինը եբրայերեն իմաստը հասկանանք։ Ինչ է Իրանից ներկայացում երկրպագություն եբրայերեն։ Հուդա, յադախ եբրայերեն նշանակում է երկրպագություն, այսինքն բարձրացրու ձեռքերդ, եւ այս բառից էլ հենց առաջացել է Հուդա բառը։ Ես հիշում եմ, երբ որ ես փոքր էի, ես Հայաստանում եմ մեծացել, ծնվել եմ Հայաստանում, մեծացել եմ մինչև 12 տարեկան, նոր տեղափոխվել ենք Ամերիկա։ Իմ մոտ ավելի շատ այդ կինոները այդ ժամանակ են տպավորվել, ասենք իր մեջ կատարված բաները, եւ հիշում եմ այն ժամանակ հիմնականում կինոները ռուսերենով էր լինում։ Երբ որ կինոյի մեջ մեկը գալիս էր, մյուսին կանգնում էր դեմը հրացանով, ասում էր «Ռուկի վեր», այն էլ բնականաբար բնազդաբար ձեռքերը բարձրացնում էր, այսինքն ես հանձնվում եմ, լավ ինձ մի վնասի, հա։ Եվ եթե այդ նույն գաղափարը բերենք այս յադախ բառի հետ կապենք, ասում է բարձրացրու ձեռքերդ, այսինքն երբ որ դու բարձրացնում ես ձեռքերը, դու անում ես յադախ, որը նշանակում է ես գալիս եմ Տեր քո առաջ բարձրացնելով իմ ձեռքը, խոնարհվելով, հանձնվելով քո մեծությանը, այո։ Եկեք նայենք հուդա բառը ինչ է նշանակում։ Հուդա նույնպես եբրայերեն բառ է, որը նշանակում է ճանաչել Աստծուն այնքան մոտիկից, որի հետ մտերիմ շփումից դու պտղաբեր կդառնաս։ Այսինքն դու չես Աստծո մասին լսել, դու Աստծո մասին ինչ որ մեկը քեզ չի պատմել, դու կառուցել ես հարաբերություններ, դու հուդա ես կառուցել ես հարաբերություններ Աստծո հետ, այնքան մտերիմ, որի հետ դու շփումից դառնում ես պտղաբեր։ Պտղաբեր եկեղեցու համար, պտղաբեր քո կյանքում, քո ընտանիքի համար, այո։ Մենք գիտենք, որ բոլորս էլ այս աշխարհում ընդհանրապես մարդ արարածը ունի երկրպագելու բնավորություն, հա, մարդկա, երբ որ իր ճանապարհը ճիշտ չի կառուցված, կարա տարբեր բաների երկրպագի, օրինակ մարդկա փողա պաշտում, աշխատում, կարա լինի, որ ինքը չի ծախսում այդ փողը ընդհանրապես, ուղղակի հակված այդ փողը աշխատել, որտեվ անընդհատ ուզում է ունենա։ Մարդկա օրինակ իր ամուսնուն է պաշտում, իր ամուսինը կա աշխարհի երեսին երկիր, այդ մարդն է, չկա այդ մարդն է, կամ տղամարդ կա կնոջն է պաշտում, ծնողներ, որ երեխաներին են պաշտում, տատի, պապի, թոռնիկներին են պաշտում եւ այլն։ Բայց մենք ունենք Աստվածաշնչից պատվեր, որ միայն նա է արժանի պաշտամունքի եւ երկրպագության, այո, ամեն։ Եվ այսպիսով եկեք ուղևորվենք Հովհաննես ավետարան հասկանալու թե մեր կերպարները ովքեր են։ Բայց մինչ կանցնենք այս հատվածին, որովհետև այս հատվածը մեծ կոնտեքստի հատված է։ Եկեք ես համառոտ ժամանակը շահելու համար համառոտ պատմեմ սկզբում ինչ ա եղել, այսինքն ոնց է այս խոսակցությունը ծավալվել Հիսուսի եւ Սամարացի կնոջ մեջտեղ։ Հիսուսը գրված է, որ Հրեաստանից ուղևորվում է դեպի Գալիլեա, բայց անպայման պետք է Սամարիայի մեջով անցնի եւ համ քաղցած են լինում, համ հոգնած, Հիսուսը աշակերտներին բացաթողում, ասում է գնացեք դուք ուտելիք վերցրեք, որ ուտենք, հանգստանանք եւ այլն, ինքը նստում է Հակոբի ջրհորի մոտ։ Բնականաբար մենք գիտենք, Աստծո մեջ պատահականություններ չեն լինում, Աստված ակնկալում էր, որ այդ կինը, Սամարացի կինը, ում մասին որ հիմա խոսելու ենք, գալու է ջրհոր, որ ջուր հանի։ Եվ գրված է, որ 6-րդ ժամին էր, այսինքն այն ժամին է այս կինը գալի, որ Հիսուսն էլ հենց ընտրել է այդ հարմար պահը, ոչ մեկը չկա կողքերը, հա, ուրիշ մեկը չկա խանգարելու այդ խոսակցությանը։ Եվ գալիս է Սամարացի կինը, դույլը գցում է, որ պետք է Հակոբի ջրհորից ջուր քաշի, Հիսուսը ասում է, որ ջուր հանես, ինձ էլ դուր խմեմ։
Կինը մի քիչ զարմանում է, որովհետև մենք գիտենք, որ սամարացիները ու հրեաները իրար հետ չունեին, վատ հարաբերությունների մեջ էին։ Զարմանում է, որ այս մարդը հրեա լինելով ոնց է իմ հետ ընդհանրապես երկու բառ թռչում, հա, ոնց է խոսում իմ հետ։ Ասում է, բայց դու հրեա ես, այդ ոնց ես ինձանից ջուր ուզում։ Ասում է, թե դու իմանայիր քո դիմաց ով է կանգնած, դու ինձանից ջուր կուզեիր։ Կինն ասում է, դու սկի դույլ չունես, որտեղից ես ջուր հանելու, այս ջրհորը լիքը խորն է։ Դու ինչքան իրան գցես, այնքան խորը գնում է։ Ոնց ես դու առանց դույլի ընդեղից ջուր հանելու։ Հիսուսն ասում է, ես քեզ այն տեսակ ջուր կարամ տամ, կյանքի ջուր, որ կխմես ու չես ծարավ։ Ես կինն էլ ուրախանում ասում է, օքեյ, ավելի լավ, դու տուր այդ ջուրը ինձ, որովհետև ես չեմ ուզում օրվա այս ժամին ամոթխած կամ ջուր հանեմ ջրհորից, տուր այդ ջուրը, խնդրում եմ։ Հիսուսն էլ ասում է, դե որ տենց է գնա ամուսնուդ կանչի։ Կինը ասում է, բայց ես ամուսին չունեմ։ Ասում է, ինչ ճիշտ խոսք ասեցիր, ճիշտ ես ասում, որ ամուսին չունես, 5 հատ անցյալում ես ունեցել, որ նախքին ամուսիններ են համարվում։ Իսկ ես 6-րդում հետ էլ ապրում ես, էդ էլ քոնը չի։ Եվ միանգամից այս կինը հասկանում է, որ այս մարդը սովորական մեկը չի, ճիշտ է, ինքը չի կարում ընկալի, որ այս մարդը մարդ չի, Աստված է, իմ դեմս մարմնացած կանգնած, բայց հասկանում է, որ Աստծո հոգի կա այս մարդու մեջ։ Առաջի անգամ եմ ես իր հետ հանդիպում ու ինձ իմ մասին ինձ բաներ է պատմում, որ ես ոչ մեկը չգիտի, հա, այս մարդը անծանոթ մարդ է, որտեղից պիտի իմանա։ Մի խոսքով հասկանում է, ասում է, դե որ դու մարգարի ես, այսինքն մոռանում է ջրի պատմությունը, միանգամից գալիս է խոսքը տանում է հոգևոր թեմայի։ Ասում է, ոնց հասկանում դու մարգարի ես։ Է որ դու մարգարի ես, հիմա ինձ բացատրի։ Ես որտեղ գնամ, որ Աստծուն պաշտեմ։ Այսինքն մեր հայրերը այս սարն էին գնում պաշտելու, բայց դուք հրեաներդ ասում եք, որ այդ սարը էական չի, որովհետև Աստծուն պաշտելու համար միայն պետքա տաճար գնաս, եւ տաճարը որտեղ է Երուսաղեմում։ Հրեաները թույլ են տալիս սամարացիները գնան այնտեղ, իհարկե ոչ։ Ասում է դուք մեզ թույլ չեք տալիս, որ մենք գնանք Երուսաղեմ ըստ ձեր ասելու, որ պետքա Աստծուն պաշտես տաճարում։ Դուք թույլ չեք տալի, ապա ես հիմա ուր գնամ, որ պաշտեմ Աստծուն, հելնեմ այս սարը։ Եկեք իսկ հիմա եկեք կարդանք, էսի հաջորդ խոսքն է, այսինքն ինչ է պատասխանում Հիսուսը կնոջը։ Հիսուսը նրան ասեց. «Կին, հավատա ինձ, որ ժամանակը կգա, երբ որ այս լեռան վրա, ոչ այս լեռան վրա, ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեք հորը։ Դուք երկրպագում եք նրան, չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։ Բայց ժամանակը կգա եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն հորը հոգով եւ ճշմարտությամբ, որովհետեւ հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն։ Այսինքն ստեղ Հիսուսը պարզաբանում է, որ ոչ այդ սարի վրա, ոչ այն սարի վրա, ոչ տաճարում, ոչ Երուսաղեմում, ոչ Ամերիկայում, ոչ արտասահմանում Աստված հոգի է։ Քանի որ մենք գիտենք, որ Աստված հոգի է, եւ Աստծուն պետք է պաշտենք հոգով, այսպես ասում է Աստծո խոսքը, Աստծուն պետք է պաշտենք հոգով եւ ճշմարտությամբ, այսինքն մենք գիտենք Աստված հոգի է եւ ով որ վերստին ծնված է, այդ նույն հոգին իր մեջ էլ է ապրում, քանի որ մենք գիտենք վերստին ծնունդը լինում է Սուրբ Հոգուց։ Եվ քանի որ Սուրբ Հոգին մեր մեջ է ապրում, հենց մենք ենք այդ տաճարը համարվում Աստծո առաջ։ Մենք մեզ պետքություն այսինքն անհրաժեշտություն չկա գնալու տաճար։ Մենք չպետք է սպասենք, որ եկեք սպասենք։ Սիրտս նենց է ուզում Տիրոջը պաշտեմ, բայց այսօր կիրակի չի։ Ոնց ես ոնց պաշտեմ Աստծուն, չէ։ Մի հատ արի թղթի վրա նշումներ անեմ, սպասեմ, այսօր հələ 2 շաբթի է, սպասեմ հաջորդ շաբաթ երբ է լռանալու շաբաթը, որ վազեմ եկեղեցի պաշտեմ, Աստված էլ պարզաբանում է, Հիսուսն ասում է, Աստված հոգի է, ինքը ֆիզիկական կաղապարի մեջ չի ներփակվում, հա, ինքը չի limitation չունի, չի սահմանափակվում Աստված ֆիզիկականի մեջ, ինքը հոգի է եւ քո հոգին, որ տրված է քեզ հենց Աստծուց, պետք է իրան արդեն ինքնըստինքյան պաշտի։ Ամեն։ Հալելույա։ Այո։
Եկեք նայենք հաջորդ համարը։ Երկրպագությունը ներսի գործ է, հոգու վիճակ։ Երկրպագությունը սրտի դիրք է։ Այսինքն Հիսուսը ասում է, որ երկրպագությունը քո սրտից պետք է բխի։ Ինքը ոնց է քո սիրտը իր նկատմամբ։ Տաքա թե սառնա։ Մենք հայտնության գրքի մեջ կարդացինք, հա, որ երբ որ քո սիրտդ պաղում է քո առաջին սիրուց, դու սկսում ես հետ գնալ, հա, Աստծուց, որտեղ մեր առաջի սերը հենց Հիսուսը ինքն է։ Ստեղ ասում է, երկրպագությունը սրտի դիրք է։ Եթե քո սիրտդ վառվում է Աստծո համար, ուրեմն անխտիր դու նրան կերկրպագես։ Նայենք հաջորդը։ Ճշմարիտ երկրպագությունը պետք է հիմնված լինի Հիսուս Քրիստոսի վրա, ով լինելով Աստված մարմնացավ, որպիսի մեզ ներկայացնի Հայր Աստծո սերը, ողորմությունը, ներումը, գութը եւ բարի կամքը, իրականացնելով ողջ մարդկությանը փրկելու ձեռնարկը։ Այսինքն Հիսուսը թողեց իր փառքը երկնքում եւ իջավ երկիր, որպիսի ներկայացնի, թե ով է Հայր Աստված մեր համար, ինչա նախատեսել մեր համար, իր միակին ուղարկեց այստեղ, որպիսի մենք հավիտենական կորստից փրկվենք, որպիսի ստանանք Հիսուսի զոհի միջոցով փրկության ձեռնարկը կատարելով, այո, որովհետև այդ ձեռնարկը ձեռնարկված էր Հոր Աստծո եւ Սուրբ Հոգու միջև։ Բայց Հիսուսը հանձնառավ իր վրա, որ գա ու մեր համար փրկության ծրագիրը իրականացնի։ Ուրեմն մեր ֆոկուսը պետք է լինի, մեր երկրպագության ֆոկուսը պետք է լինի Հիսուսը, այլ ոչ թե վայրը, որտեղ որ մենք երկրպագում ենք։ Իսկ հիմա եկեք մեր հայացքը սևեռենք մեր երկրորդ կերպարի վրա, հասկանալու թե ինչ ունենք նրանից սովորելու։ Եկեք նորից ուղևորվենք Հովհաննես ավետարան եւ կարդանք։ Զատկից 6 օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, եւ որին նա մեռելներից հարություն էր տվել։ Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին, Մարթան սպասարկում էր, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Արդ Մարիամը 1 լիտր նարդոսի ազնիվ թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը եւ տունը լցվեց յուղի բուրմունքով։ Նայենք հաջորդ խոսքն էլ, Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից, Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից, այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց եւ նրա ոտքերն իր մազերով սրբեց, նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Տեսնում ենք ստեղ, որ այսինքն ես համոզված եմ, որ բոլորս այս պատմությունը կարդացել ենք, որ երբ որ Հիսուսը գնաց Ղազարոսին հարություն տալու, հրավիրվեց Բորոց Սիմոնի տուն ընթրիքի։ Եվ մենք գիտենք, երբ որ նա հրավիրվեց ընթրիքի, կանայք հրավիրված չէին, հա, ուղղակի տղամարդիկ նստած իրար հետ հաց էին ուտում։ Եվ այս պատմության մեջ կարևորում է Հիսուսը մեջբերում անելու, որ այս մարդիկ կային նստած, Մարթան սպասավորություն էր անում, բայց Մարիամը ներխուժեց, յուղով օծեց եւ գրված է, որ թանկարժեք նարդոսի ազնիվ յուղով։ Եկեք հասկանանք մի պահ հասկանանք այս նարդոսի յուղը ինչա իրանից ներկայացնում։ Կարդանք։ Նարդոսը հնագույն բույս է, որն աճում է Հիմալայների բարձր լեռնային շրջաններում եւ հատկապես հայտնի էր հին ժամանակներում։ Միջնադարում կաթոլիկները հավատում էին, որ նարդոսի ծաղիկները պայքարում են խավարի ուժերի դեմ։ Հետևաբար այն դարձավ այդ ժամանակաշրջանի կարևոր կրոնական խորհրդանիշը։ Քանի որ գրված է, որ նարդոսը, այսինքն մենք գիտենք ըստ Աստվածաշնչի եւ ըստ աստվածաբանների եւ ըստ աշխարհային տվյալների գիտենք, որ այս բույսը, այս ծաղիկը աճում է Հիմալայի բարձունքներում։ Նենց չի, որ Հիմալայի սարերը բոլորը կարան բարձրանան։ Ընդհանրապես սար բարձրացողները շատ քիչ են, Հիմալայան բարձունքներ բարձրացողները էլ ավելի քիչ են։ Այսինքն հետևաբար մենք կարող ենք ենթադրել, որ քանի որ դժվար է բարձրանալ այդ սարը,
այդ ծաղիկը հայթայթելն էլ է դժվար, եւ եթե ինչքան ինչ-որ մի բան իր սակավություն ունի, հա, իր անհրաժեշտությունը կա, բայց իր թիվը սակավ, այսինքն քիչ է դրանից արտադրվում, բնականաբար արժեքը բարձր կլինի, բայց նայում ենք հերիք չի էս, ասենք ալպինիստը, որ բարձացել է նարդոսի ծաղիկը քաղել է, նաև այս բույսը պետք է անցնի պրոցեսով, այո, եւ այդ պրոցեսն էլ իրանից գին արժի, իրանից արժեք է ներկայացնում։ Դրա համար էլ Աստվածաշունչը նշում է, որ նախ նշում է, որ այդ յուղը, ինչով որ Մարիամը օծեց Հիսուսին, ազնիվ յուղ էր, այսինքն խառնորդ չկար մեջը, ինքը մաքուր նարդոսի թանկ արժեք, հա, այնտեղից հազվագյուտ ճարվող, սենց ասեմ, բույսեր եւ ինքը նախ հազվագյուտ էր եւ երկրորդն էլ խառնորդ չուներ այդ յուղը իր մեջ, նշանակում է ինչքան թանկ կարժենար այդ յուղը, որով որ Մարիամը օծեց Հիսուսին։ Եվ մենք գիտենք, որ Հիսուսի երկրի վրա ապրած ժամանակաշրջանում հռոմեական լեգիոններում ծառայող զինվորը, Centurion էին ասում անգլերեն, զինվորը վաստակում էր տարեկան 225 դահեկան կամ դինարի։ Եվ ըստ աստվածաբանների, եւ ես նաեւ կարդացի, որտեւ այս պատմությունը բոլոր ավետարանիչները նշում են, Մարկոս ավետարանում նշվում է, երբ որ աշակերտները իրար մեջ խոսակցություն արեցին, թե այս ինչ կորուստ եղավ, այս յուղը, որ թափվեց ամբողջությամբ եւ այլն, նշում են այնտեղ, որ ավելի քան 300 դինարի արժեր, 300 դահեկան արժեր այդ յուղը իր ամբողջ պարունակությամբ։ Այսինքն, հռոմեական զինվորի 1 տարվա աշխատավարձը հավասար է 225 դինարի, Մարիամի ալաբաստրե սրվակով նարդոսի յուղը հավասար էր 200 դինարի։ 300 կներեք, 300 դինարի, հետևաբար մենք կարող ենք մի փոքր թվաբանություն անել և ասել, որ Մարիամի յուղի արժեքով կարող էին վարձատրել զինվորին 1 տարի 3 ամիս, այսինքն ավելի շատ էր իր ամբողջ տարվա աշխատավարձից, քան թե որ զինվորն էր վարձատրվում։ Այսինքն, և հիմիկվա ես մի քիչ research արեցի, հիմիկվա մեր ժամանակվա դրամային արժեքով ինքը արժի մոտավորապես 20-ից 25,000 դոլար, այսինքն նույնիսկ հիմա էլ ինքը իրանից ինչ-որ մի թանկ հաճույք է, սենց ասեմ, թանկ արժեք ունի։ Այո, եկեք նայենք հաջորդը, ճշմարիտ երկրպագուն ոչինչ չի խնայի իր հոգու փեսայի համար, այսինքն մենք տեսնում ենք, որ Մարիամը առաջ եկավ իր ամենաթանկով, իր ամբողջ ունեցվածքներ դա, այդ սրվակը իր պարունակությամբ, իր օժիտներ, հա, և ինքը չխնայեց դա, եկավ, որ իր հոգու փեսային իր երկրպագությունը ներկայացնի։ Մարիամը տեսնում ենք, որ հաշվարկով չեկավ Հիսուսի առաջ, այո, նա եկավ ամբողջությամբ իր ունեցվածքը ներդրում արեց Հիսուսի ոտքերի առաջ, այսինքն փռեց Հիսուսի ոտքերի առաջ, որտեղ գրված է, որ ոտքերը օծեց յուղով, ու չի գրված, որ մեր համար, ասենք, սովորական գաղափար է յուղի օծությունը, քանի որ մեր եկեղեցին ունի այդ լավ, բարի սովորությունը, որ ամեն տարի մեր հովիվը մեզ բոլորիս օծում է, ամբողջ տարվա պաշտպանության համար, հա, օծում է յուղով։ Եվ մենք տեսնում ենք, բոլորս էլ ականատես ենք եղել, տեսնում ենք, որ մեծ ամանով յուղը դրված է, և մենք ստեղ շարք ենք կանգնում, հերթով մոտենում ենք, օծվում ու գնում ենք։ Եվ որ մոտենում ենք, չեմ տեսել, որ երբևիցե հովիվը վերցնի ամբողջ ամանը ինչ-որ մեկի գլխին լցնի, հա։ Տեսել եմ, որ փաթախում է ձեռքը, գցում է կճակատին, ափի մեջ և այլն, որտեղ որ պետք գնա, այսինքն, բայց այս օրինակի մեջ, երբ որ Մարիամը օծեց Հիսուսին, տեսնում ենք, որ ինքը հաշվարկ չարեց, հա, չմտածեց, հələ
էսի ոնց որ իմ ամբողջ ունեցված կնա, կլինի սրա 1/4-ը տանեմ, կամ կլինի կիսեմ, կեսը պահեմ նեղորվա համար, ինձի պետք կգա, այն մյուս կեսը տանեմ, ոչ։ Մենք տեսնում ենք, որ Մարիամը ամբողջությամբ սրվակը կոտրեց և իր ամբողջ պարունակությունով օծեց Հիսուսին։ Հալելույա։ Նայենք հաջորդը։ Եկեք մի պահ մտկով մենք տեղափոխվենք 2000 տարի առաջ Հրեաստան։ Մենք գիտենք Հին Ուխտում, շատ ենք տեսել, ասենք կարդացել ենք Հին Ուխտում, որ կինը ինչ-որ Իրանից հատուկ մի բան չէր ներկայացնում, Հին Ուխտում, նույնիսկ Հիսուսի ապրած ժամանակաշրջանում էլ կինը ինչ-որ իրավունքներ չուներ, երբ որ հացկերույթ էին անում, կանայք այնքան որ սպասավորություն էին անում, ոչ մեկը չէր գալի նստում տղամարդկանց կողքին, հետները հավասար ուտում խմում։ Եվ ստեղ տեսնում ենք Մարիամին, անցնելով բոլոր բարիերները, արհամարանքի, քննադատության, բամբասանքի, չարախոսանքի, ուղղակի իրան նետում է Հիսուսի ոտքերի առաջ, անտեսում է իր անձը, անտեսում է, որ ինչ կմտածեն իմ մասին է, բայց գիտեմ, որ ես թույլատրված չի ինձ այսքան տղամարդու մեջ մտնեմ, այն էլ կռանամ, Հիսուսի ոտքերը, սանդալները հանեմ, ոտքերը օծեմ եւ այլն, ինչ կմտածեն իմ մասին։ Չի մտածում ինքը, ինչ կմտածեն իր մասին։ Ուղղակի իր սրտի փափագն է, իր ցանկությունն է, իր տենչանքն է ամբողջովին նետվել Հիսուսի ոտքերի առաջ։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն քո արտասովոր երկրպագությունը, որովհետև մեր իրականության մեջ հասարակությունը ավելի շահագրգռված է ամուր պահել իր անկոտրուն կերպարը, քան լիովին հանձնվել Տիրոջը խոնարհվելով նրա մեծության առաջ։ Այսինքն հիմիկվա մեր իրականության մեջ հասարակությունը ավելի շատ մտածում է, ինչ կմտածեն այն մասին, այս Եկեղեցում ժողովուրդը մտածում են, այս կողքի քուրը նույն եկեղեցին է գալի, այդ նույն Աստծուն ենք մենք պաշտում, նույն իրար հետ երգում ենք, նույն իրար հետ փառաբանում ենք, իրար հետ ասում ենք ամեն, հալելույա, բայց երբ հերթը գալիս է անկեղծանալու ամբողջովին կոտրվելու Հիսուսի առաջ, կարծես թե մտածում ենք, այս կողքի քուրը մեր մասին ինչ կմտածի, բայց տեսնում ենք Մարիամը անտեսեց, քույր չէր կողքը կանգնած է, մի ամբողջ սենյակ էր տղամարդկանց, ովքեր հաստատ քննադատում էին, որովհետև պատմությունը եթե շարունակենք կարդալ, կտեսնենք, որ այնտեղ միանգամից Հիսուսի աշակերտները խառնվում են իրար։ 300 դինարից ավել արժեք ունի այս յուղը, բա ինչ եղավ այս կորուստը, խի սենց եղավ, կարայինք տանեինք այդ յուղը, ծախենք, լիքը աղքատների կերակրենք, ու տեսնում ենք մեր ջենտլմեն Հիսուսը կանգնում եւ պաշտպանում Մարիամին, ասելով, որ այս աղքատներին դուք ամբողջ ձեր կյանքը ձեր կողքը ունենալու եք, բայց ես ձեր հետ միշտ չեմ լինելու, թույլ տվեք թող այս կինը ինձ օծի, որովհետեւ պատրաստում է գերեզմանի համար, հալելույա։ Okay, հալելույա։ Եվ բացի այդ օրինակից Մարիամի, ես նաև հիշեցի, երբ որ պատրաստում էի խոսքը, հիշեցի Աննային, Սամուել մարգարեի մորը, եթե կարդացել եք այդ պատմությունը, գիտեք, որ Հեղկանա նրա ամուսին ուներ երկու կին, Աննան էր և Փենանան։ Փենանան ուներ որդիներ, աղջիկներ եւ այլն, իսկ Աննան չբերեր, չուներ ոչ մի երեխա ու անընդհատ Փենանան կծում էր իրան, անընդհատ հիշացնում էր, որ դու չբերես, դու երեխա չունես եւ այլն։ Մի անգամ այնքան վշտացած էր Աննան, ու որ իրան ուղղակի նետեց Տիրոջ ոտքերի առաջ։ Ու այն արտասովոր ձևով էր երկրպագում Աստծուն, ոչ սովորական, որ հեղի քահանան, որ այդ տաճարի քահանան էր, մոտեցավ ասեց, չես էլ ամաչում, օրվա այս ցերեկ ժամին դու հերիք չի հարբել ես, մի հատ էլ այդ կարգավիճակով եկել ես տաճար, Անան ասեց, ոչ, ես պարզապես սիրտս եմ դատարկում Տիրոջ առաջ, այսինքն Աննայի արտասովոր պաշտանմունքն էլ քննադատության առարկա դարձավ, հենց ում քահանայի համար, այո։ Եկեք նայենք հաջորդ նկարը։ Մարիամը գտավ իր հոգու Փեսահին,
ներվեցին նրա մեղքերը, եւ երբ նա օծեց Հիսուսին, այդ նույն յուղի անուշահոտ բուրմունքը մնաց նաեւ նրա վրա։ Հալելույա, այսինքն երբ որ մենք գալիս ենք Աստծուն պաշտելու, երբ որ մենք երկրպագում ենք, ինչ որ մի բան նրանից մնում է մեր վրա, այո։ Նրա էությունը գալիս է մեր վրա, այցելվում ենք նրանից, մենք չենք գալի, երբ որ ճշմարտապես հոգով կոտրվում ենք նրա առաջ, անպայման նրա հոգին գալիս է ու լրացնում այն դատարկ տեղերը, ինչի համար էլ որ մենք կոտրվել ենք, հալելույա, նայենք հաջորդը։ Ով երկրպագում է Աստծուն, նա մաքրվում է, որովհետև երկրպագության մեջ հավատք կա, իսկ հավատքը քո զգացմունքների հետ հաշվի չի նստում։ Մենք գիտենք, քանի որ արդեն ասեցինք, Աստված հոգի է, այսինքն մենք ֆիզիկապես չենք կարող նրան շոշափել, սակայն մեր հավատքը մեզ ներշնչում է, որ նա ներկա է, ինչպես նաև հիմա։ Նա ներկա է եւ հենց կենտրոնում է այդ մեր երկրպագության։ Հալելույա, ամեն։ Հաջորդը Աստված մեզ նվիրեց իր թանկագինը, հետևաբար մեր երկրպագությունն էլ պետք է իր մեջ կրի մեր լավագույնն ու թանկը։ Մենք գիտենք, որ Աստվածաշնչում գրված է Աստված այնպես սիրեց, որ իր միածին որդուն ուղարկեց, այո, ով որ նրան հավատա, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Ապա որ այսինքն երբ որ մենք հաշվի ենք նստում այս խոսքի հետ, հասկանում ենք, որ միածինը, ով կտա իր միածինին, հիմա մեկը, որ ընդհանրապես երեխա չի ունեցել ու հանկարծ Աստծո ողորմությամբ մի հատ երեխա է ունենում, ոնց կդողա, չէ, այդ երեխու վրա։ Ու այդ գաղափարից ելնելով մտածում եմ Աստված իր միածինին, միակին, այն մեկին, որի հետ իր ամբողջ երազանքներ, հա, իրար հետ կառուցել էին այս երկրագունդը, իրար հետ ծրագրել էին ամեն ինչ ու որոշում է կայացնում մեզ սիրելով, մեզ այդքան շատ սիրելով, 3.5 տարի բաժանվի իր որդու ներկայությունից, որպիսի մենք ունենանք կյանք, որպիսի մենք ունենանք հնարավորություն մոտենալու նրան, ունենանք հնարավորություն ճանաչելու նրան, որպիսի մենք չկորչենք հավիտենական կորուստով, ամեն, հալելույա, բարձր ծափահարի նրան, որովհետև նա արժանա տվեց իր թանկագինին, որպիսի մենք չկորչենք, հալելույա։ Նայենք հաջորդը։ Երկրպագությունը բերում է օծություն, իսկ օծությունը քանդում է բեռը եւ լուծը։ Անհրաժեշտ է երկար մնալ երկրպագության մեջ, որպիսի արձակվի օծություն, որովհետեւ օծությունն է պատասխանում քո խնդիրների արմատական լուծմանը։ Քո երկրպագությունը մաքրում է քո ներկան։ Ես այս խոսքը կարդալիս ինչ եմ հասկանում, մաքրում է քո ներկան, այսինքն մեր երկրպագությունը շարունակական է, մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, բնականաբար ինչքան էլ մենք ապաշխարենք, դուրս ենք գալի, ինչ-որ մի բան մեզ ջղայնացնում է կամ ինչ-որ մեկի հետ հանդիպում ենք, բամբասանքի առարկա է դառնում եւ այլն, այսինքն անհնար է խուսափել մեղքի մեջ չընկնելուց, հա, բայց մենք ունենք հնարավորություն մեղքերից մաքրվելու ապաշխարության միջոցով, սակայն քանի մենք ապրում ենք աշխարհի մեջ, այդ աշխարհի փոշին անընդհատ մեր վրա նստելու է։ Եվ երբ որ մենք գալիս ենք երկրպագությամբ, գրված է, որ արձակվում է երկնքից օծություն։ Եվ երբ որ մենք երկար ենք մնում այդ օծության մեջ, սկսվում է մաքրվել մեր այդ առօրյան։ Այդ առօրյայի փոշիները Աստված փոշեկուլով մաքրում է ու տանում է։ Ամեն։ Փառք Աստծուն, որովհետև մենք ունենք այդ հնարավորությունը բարձր ծափարի նրան հնարավորության համար։ Հալելույա։ Եվ այս օծության հետ կապված մի պատմություն մտաբերեցի 2017 թվականին, երբ ես ընտանիքով մենք գնացինք Քյանքուն հանգստանալու, վերջի 2 օրներ, 1 օրներ չեմ հիշում, բայց վերջի օրերն էր։ Ուժեղ որովայնի ցավ բռնեց ինձ։ Բնականաբար Մեքսիկոյում ես չէի գնալու բժշկի, երբ որ վերադարձանք անմիջապես ոնց որ գիշերով եկել իջել ենք ու ես գնացել եմ emergency։ Գնացինք emergency, հետազոտեցին եւ հայտնաբերեցին, որ ես ունեմ խնդիր։ Ու ինձ խորհուրդ տվեցին, որ այդ խնդիրը պետք է աչքի տակ պահեմ անընդհատ։ Ուրբաթ օրն էր, որ մենք վերադարձանք,
բնականաբար կիրակի օրը ես պետք է գամ ծառայության։ Ոչ մեկին չեմ ասել, որ ես լավ չեմ զգում, ոչ մեկին չեմ հայտնել, որ ինչ ցավերի մեջ եմ, սակայն մոռացա ես իմ ցավը։ Ինձ ուղղակի նետեցի Հիսուսի ոտքերի տակ, որ Աստված ինձ բժշկի, որովհետև ես հավատում եմ Աստված է բժշկում։ Ճիշտ է, մենք գնում ենք բժշկի, այո, որովհետև հավատում ենք այդ բժշկին էլ Աստված գիտություն է տալիս, բայց միևնույն է բժշկի բժիշկն էլ Աստված, հալելույա։ Եվ ինչ պատահեց, բնականաբար, որ ասում է out of sight, out of mind, երբ որ այդ ցավը էլ քեզ չի նեղացնում, դու մոռանում ես, որ դու պետքա հետազոտության տակ պահես այդ օրգանը, մոռացա դրա մասին։ Հաջորդ տարի, իհարկե ամեն տարի ես պարտադիր ընտանիքով մենք գնում ենք տարեկան հետազոտության։ Որ գնացի իմ տարեկան հետազոտության, խնդրեցի, որ այդ օրգանը նկարեն։ Բժիշկը ուլտրասաունդ է անում, գնում գալիս է, գնում գալիս, ասում եմ բժիշկ, որովհետև ես ասել եմ ինչի համար պետք է նկարեն, բայց ես բան չեմ տեսնում, ասում are you sure, ինձի թուղթ են տվել անցած տարի, որ նույնիսկ միլիմետրերով, չափսով եւ այլն, բայց ասում է, եթե դու ինձ չես հավատում, ուզում ես էկրանը շրջեմ, դու նայի, ոչ մի բան էլ չկա։ Ճիշտ է, այդ պահին կարող է ես չհասկացա, բայց հիմա եմ հասկանում հենց այդ երկրպագություններ, այդ պատճառը ամբողջովին արմատական իմ խնդիրը վերացել էր, փառքը Աստծուն եւ ավելի թարմ վկայություն ձեզ անցած շաբաթ գնացել էի էլի տարեկան հետազոտությունների արյան անալիզ բնականաբար բոլորս հանձնում են գոնե տարին մեկ Անցած տարի, չգիտես ինչի, իմ խոլեստերոլը 2 պոինտով ավել էր, ճիշտ է, այդքան շատ չէր, որ բժիշկը ինձ դեղ նշանակ էր, բայց միևնույն է, այդ ինձի տանջում էր, ինչի, խիա իմ խոլեստերոլը բարձր, որովհետև մնացած մյուս անալիզները փառքը Տիրոջը գերազանց են, բայց այդ խոլեստերոլը խիա բարձր օրինակ։ Այս տարի որ գնացինք, ոչ միայն այդ 2 պոինտների չել, այլ 9 պոինտով էլ ավելերի չել, ասում եմ փառքես Տեր, փաստորեն երկրպագություն իր գործը անում է, հալելույա։ Հալելույա։ Եկեք նայենք հաջորդը։ Իրական երկրպագուների փառքը կայանում է նրանում, որ նրանք իրանց վրա կրում են Հիսուս Քրիստոսի անուշ բուրմունքը այն բանից հետո, երբ իրենց սրտերը թափում են Տիրոջ առաջ եւ երբ իրենց հոգու սիրեցյալին մատուցում են յադախ։ Հալելույա, հաջորդը։ Այստեղ տեսնում ենք, որ Հիսուսը գովում է Մարիամին։ Եկեք կարդանք։ Բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանգնած լալիս էր։ Մինչև լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը եւ տեսավ 2 հրեշտակների, սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված, մեկը գլխի կողմում, մյուսը ոտքերի։ Եվ նրանք ասացին նրան. «Ով կին, ինչու ես լալիս»։ Նրանց ասեց, որովհետև իմ Տիրոջը վերցրել են, ու չգիտեմ, թե որտեղ են դրել նրան։ Երբ այս ասեց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրան. «Կին, ինչու ես լալիս, ում ես փնտրում», իսկ նա կարծելով, թե պարտիսպանն է, ասեց. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, որտեղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։ Հիսուսն ասեց նրան. «Մարիամ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց ռաբունի, որ վարդապետ է նշանակում։ Այսինքն Մարիամը արժանացավ Հիսուսին հարյալ մարմինով առաջինը տեսնելու։ Ինչպիսի մեծ պատիվ նրա համար, հալելույա։ Եկեք նայենք հաջորդը։ Նա ասացի չէ, որ աշակերտները քննադատեցին, այս ինչ մեծ կորուստ եղավ, կծախեինք, այդ յուղը կտանեինք, աղքատներին կկերակրենք եւ այլն։ Հիսուսն էլ ասում է, նա այդ յուղն իմ մարմնի վրա լցնելով ինձ թաղմանը նախապատրաստեց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում, որտեղ էլ այս ավետարանը կքարոզվի, նրա հիշատակի համար պետք է պատմվի եւ այն, ինչ նա արեց։ Այսինքն ոչ միայն պատիվ ունեցավ Մարիամը հարյալ մարմնով Հիսուսին տեսնելու առաջինը, այլ նաև ասեց, ով այս ավետարանից այս հատվածը կկարդա, անպայման նրա հիշատակն էլ կհիշատակվի
Էս ինչը որ արեց։ Հաջորդը նայենք։ Ճշմարիտ երկրպագությունը շուրթերի արտահայտություն չէ, այլ սրտի դրսևորում։ Այսինքն մենք հենց այնպես գանք, պարզապես ասենք, այո, ամեն ըստ սովորության, ոչ թե որ մեր սիրտն է էդի մեզ թելադրում, այլ ըստ սովորության տատիս խաչակնքվում էր, ես էլ անեմ, որովհետև էդի մեր սովորությունն է։ Կամ ասենք առաքելական եկեղեցում դուրս գալիս հետ ենք գնում, մի հատ էլ դռանը կպնում ենք, պաչում ենք եւ այլն, դրանք բոլորը սովորություններ են։ Եվ Հիսուսը, եկեք կարդանք ինչ է Հիսուսը ասում։ Այս ժողովուրդն ինձ շուրթերով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ հեռացել է։ Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ։ Այսինքն, այն մարդը, որ մոտիկից Հիսուսի հետ հարաբերություններ չի կառուցում, նրա պաշտամունքը շուրթերի դրսևանց դրսևորում կլինի, այլ ոչ թե սրտի գործողություն։ Անպայման մեզ անհրաժեշտ է սերտ հարաբերություններ կառուցել Տիրոջ հետ, որպեսզի մեր սրտի գահը, որ նա է գահակալս մեր սրտի, իրապես խոնարհվի նրա առաջ, այո, հալելույա։ Նայենք հաջորդը, Աստված փնտրում է ճշմարիտ երկրպագուների, այլ ոչ թե տաղանդավորների կամ հարուստների, նրան պետք են մարդիկ, ովքեր պարզապես կկոտրվեն նրա առաջ Մարիամի պես եւ կանկեղծանան սամարացի կնոջ պես։ Ինչու կանկեղծանան, որովհետեւ երբ որ սամարացի կինը հանդիպեց Հիսուսին, Հիսուսը իր կյանքի պատմությունը սկսեց պատմել, մի անգամից կինը չասեց, «Էդ ինչ ես ասում, ես մի հատ ամուսին ունեմ», ով ասեց ես 5 հատ եմ, հասկացավ, որ այս մարդու մեջ Աստծո հոգի է ապրում, ու ինչ հասկացավ այս կինը, որ անհրաժեշտ է ինձ ապաշխարել։ Երբ որ դու գալիս ես Տիրոջ առաջ ու Աստծո հոգին մի անգամից գալիս է քո վրա ու դու հասկանում ես, որ Աստված քեզանից պահանջում է ապաշխարել, ուղղակի ինձանից բոլորիս խորհուրդ նետվի Տիրոջ առաջ ապաշխարությամբ, ինչպես եւ նաեւ սամարացի կինը հասկացավ, որ չասեց, ես ուզում եմ գնամ ապաշխարեմ, ասեց, բա ես ուր գնամ Տիրոջս պաշտեմ։ Այսինքն այդ պաշտամունքի մեջ հենց մտնում է ապաշխարությունն էլ։ Երբ որ մենք գնում ենք աղոթքի, մենք չենք գնում պարզապես մի հատ երգում ենք ու դուրս ենք գալի, հա։ Գնում ենք, փառաբանում ենք, երկրպագում ենք, մի պահ լուռ ենք մնում, հասկանալու, երբ որ Աստված կարող է ինչ-որ մի բան մեզ ուզենա փոխանցիր հոգու միջոցով, այո։ Եվ այդ ժամանակ, երբ որ կարդացինք արդեն, երբ որ երկար մնում ենք այդ երկրպագության մեջ, գալիս է նրա օծությունը, գալիս է ու սկսում է մաքրել, մեզանից վերցնել ամեն աշխարհային կոշկոր, ամեն հպարտություն, ամեն եսասիրություն, ամեն այն ինչ, որ մեզ խանգարում է ավելի սերտ հարաբերությունների մեջ մտնել Տիրոջ առաջ։ Փառք տուր նրան այդ հնարավորության համար, որովհետև բոլորս էլ ունենք ներքին սենյակ, որտեղ գնում ենք ապաշխարելու, որտեղ գնում ենք մաքրվելու։ Սամարացի կինը անկեղծացավ Հիսուսի մոտ։ Նա ասեց, ես ուզում եմ գնամ ապաշխարեմ, իսկ Մարիամը ոչինչ չխնայեց իր հոգու սիրեցյալի համար, ոչինչ չխնայեց իր հոգու փեսային նվիրելու համար։ Մենք էլ պետք է օրինակ վերցնենք այս երկու կնոջից, հալելույա։ Եկեք կանգնենք պատքի։ Եկեք գտնենք մեր մեջ ինչն է մեզ խանգարում, որ պետք է կոտրվի Հիսուսի առաջ։ Ինչն է այն կոշկորը, ինչն է այն հպարտությունը, ինչա դրա անունը, որ մեզ թույլ չի տալիս, որ արձակենք կախված մնալուց ուրիշների կարծիքից, հա, որովհետև ուրիշների կարծիքը մեզ չի կառուցել, ուրիշների կարծիքն էլ պետք չի, որ թույլ տանք մեզ քանդի։ Եկեք անկեղծանանք Տիրոջ առաջ։ Հիսուսը փնտրում է երկրպագուների, ովքեր կանցնեն Մարիամի դպրոցով, ովքեր կհետևեն սամարացի կնոջ օրինակին, չփնտրելով վայր երկրպագության պարզապես, Մարիամի նման կնետվեն նրա ոտքերի առաջ։
You are Alpha and Omega. We worship you, our Lord. You are worthy to be praised. You are Alpha and Omega. We worship you, our Lord. You are worthy to be praised. Նորից ասա նրան. You are Alpha and Omega. We worship you, our Lord. You are worthy to be praised. Yes, you are. You are Alpha and Omega. We worship you, our Lord. You are worthy to be praised. We give you all the glory. We worship you, our Lord. You are worthy to be praised. We give you all, we give you all the glory. We worship you, our Lord. You are worthy to